Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ։ ATV-ի եթերում մեր պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումն է, որն իրականացնում ենք մեր գլխավոր գործընկեր Converse բանկի հետ միասին։ Պատմական Հայաստանի Արցախ աշխարհի տարածքը հնագույն ժամանակներից ի վեր բնակեցված է եղել հայերով։ Արցախի մասին հիշատակություն կա նաև Սարդուրի II արձանագրություններում, երբ Վանի թագավորությանն է միանում Ուրտեխե Արցախ երկրամասը։ Միջնադարում ևս Արցախի ժողովրդագրական պատկերը գրեթե շարունակում է մնալ նույնը։ Ավելի ուշ շրջանում արդեն հայերը Արցախի լեռնային հատվածներում սկսում են կառուցել բերդեր, ամրոցներ, եկեղեցիներ, ու այդ բերդերից մեկն էլ Շուշին է։ Արցախի մարգարիտ համարվող Շուշին Արցախ աշխարհի կենտրոնն ու միջնաբերդը։ 1840 թվականին, երբ առաջին անգամ Շուշին ստանում է քաղաքի կարգավիճակ, այն շատ կարճ ժամանակահատվածում վեր է ածվում հարուստ եւ բավականին զարգացող քաղաքի ու սկսում է մրցակցել այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք են Կարսը, Ալեքսանդրապոլը, Նախիջևանը, Երևանը, Գանձակը։ Այսօր ձեզ պատմելու ենք Արցախի մարգարիտի մասին։ Այսօր մենք խոսելու ենք հայոց հինավուրց քաղաքներից Շուշիի մասին։ Մենք խոսել ենք արդեն Շուշիի ազատագրման մասին մեր նախորդ հաղորդումներից մեկում, եւ քանի որ Շուշին պատմականորեն եղել է հայ մշակույթի կարևորագույն օջախներից մեկը, մեկ այլ հաղորդում էլ նվիրելու ենք առանձին Շուշիի հայկական եկեղեցիներին։ Այսօր մենք ավելի շատ խոսելու ենք Շուշիի բնակչության ազգային կազմի մասին, հայերի այստեղ կարևոր դերակատարություն միշտ ունենալու մասին եւ ինչպես է այլ օտար տար այստեղ հայտնվել, հետեւաբար հատկապես վերջին 2 եւ ավելի դարերի ընթացքում տեղի ունեցած գործընթացներին ենք ուշադրություն դարձնելու։ Եվ այս ժամանակաշրջանում անգամ հայերը շարունակել են լինել քաղաքի բնակչության կարևորագույն էթնիկ տարրը եւ ինչեւ այստեղ տեղի ունեցած ջարդարարական գործողությունները շարունակել են մնալ մեծամասնություն։ Հետաքրքիր է, որ Շուշին այստեղ աչքի ընկել այս տարածքը, Շուշիի տարածքը որպես կարևորագույն ամրություն եւ մշտապես աչքի է ընկել իր բերդով։ Այստեղ եղել է հինավուրց հայկական բերդ, որի մասին սկզբնախմբները հիշատակում են օրինակ 9-րդ դարում տեղի ունեցած ազատագրական պայքարի շրջանակներում, հակաարաբական գործողությունների ժամանակ արաբական տիրապետությունից ազատվելու ժամանակաշրջանում այստեղ Խաչենի իշխանի գործողություններն են հիշատակվում, որ նա կարողացել է իր վճռական գործողություններով ազատել այստեղ պահվող հայ գերիներին։ Այնուհետև դարերի ընթացքում այստեղ բերդի վերակառուցման աշխատանքներ են եղել, օրինակ հայտնի է, որ այստեղ 1720-ական թվականների սկզբին, այն բանից հետո երբ Արցախում ընթանում էր սղնախների ամբողջ ենթակառուցվածքի շինարարություն, այսինքն սկզբից Դաղստանի տարածքից ներխուժող լեզգիական տարբեր ցեղախմբերից պաշտպանվելու համար Արցախում եւ Ուտիքում հայ տեղի իշխանները մելիքական, այսինքն վերնախավը կոնսոլիդացիա էր գնում համախմբման եւ կառուցում էր պաշտպանական ամրություններ, բնականաբար օգտագործելու էին նաեւ եղած ենթակառուցվածքները վերակառուցելու էին տարբեր բերդեր եւ օրինակ Ավան Հարուրապետի կողմից վերակառուցված այդ բերդերի շարքում մենք տեսնում ենք Շուշին։ Հետագայում թուրքական արդեն Օսմանյան բանակի ներխուժման ժամանակ 1720-ական թվականների երկրորդ կեսին հենց Շուշիի բերդը պետք է ետ մղեր 8 օր շարունակ հարձակում գործող մի քանի տասնյակ հազարի հասնող թուրքական բանակին եւ 8-օրյա մարտերում նրանք կորցրել են 800-ից ավելի զինվոր եւ ստիպված եղել դրանից հետո նահանջել։ Հետագայում այստեղ ցավալի իրադարձություններ են ծավալվում։ 1740-ականների վերջից, հատկապես 50-ական թվականների առաջին կեսին խառնակշություն է ծավալվում եւ այդ ամենը դրսևորվում է իհարկե 1747 թվականին Նադիր Շահի մահվանից հետո։ Բանն այն է, որ ինչպես մեր հաղորդումներից մեկում անդրադարձել ենք Խամսայի մելիքություններին, այն հանգամանքից ելնելով, որ հայ մելիքները
պարսկական կողմին հավատարիմ մնալով պաշտպանել են իրենց ամրությունները, իրենց տարածքը Օսմանյան ներխուժման ժամանակ եւ փաստորեն համագործակցել են պարսկական նոր իշխանությունների հետ, օգնել են Նադիրին հասնելու հաջողության, նրա շահ դառնալուց հետո 1736-ին Արցախի մելիքությունները ստանում են բարձր կարգավիճակ եւ զրահում են Խամսայի մելիքությունները։ 5 մելիքություններ, որոնցից ավագը ուներ խանին հավասար տիտղոս եւ մինչեւ 1747 թվականը լիակատար վստահություն էր վայելում պարսկական իշխանությունների կողմից։ Նադիրը ցավոք այդ թվականին սպանվում է եւ նոր իրավիճակ է առաջանում հայ մելիքական վերնախավի համար։ Սա նշանակում էր, որ պետք է հայ մելիքներից լրացուցիչ ջանքեր պահանջվեին իրենց իրավունքները պահպանելու համար եւ այս ժամանակաշրջանում է, որ խառնակցություն է առաջանում եղբայրների միջև եւ սեփական եղբայրներից, հարազատներից, սեփական մելիքական միջավայրից իբրև թե պաշտպանվելու, այլ իրականում նրանց դեմ պայքարելու համար Մելիք Շահնազար II հրավիրում է իրենից դեպի արևելք, Արցախից դեպի արևելք Կուր Արաքսյան դաշտավայրում գտնվող եւ քոչվորական անասնապահությամբ անընդհատ տեղից տեղ շարժվող Սարաջալու կոչվող ցեղի ներկայացուցիչ Փանահ Ալիին, որպեսզի նա գա եւ աջակցի իրեն իր ցեղակիցներով փաստորեն իր հայրենակիցների դեմ պայքարում։ Եվ սա լինում է չափազանց մեծ սխալ հայոց պատմության ամբողջ, եթե տեսանկյունից ենք նայում, համայնապատկերի տեսանկյունից, ստացվում է, որ առաջին անգամ մուսուլմանական տարը մտնում է Արցախի սիրտ եւ Փանայի հետ միասին նրանք վերակառուցում են Շուշիի բերդը եւ տեղակայում են Փանահի ուժերը այստեղ։ Ցավոք ժամանակի այդ Փանահը ստանում է ճանաչում պարսկական նոր իշխանությունների կողմից, ովքեր փոխել էին իրենց վերաբերմունքը հայերի նկատմամբ եւ խնդրին նայում էին որպես մուսուլմանական իշխանություն քրիստոնյաների նկատմամբ վերաբերմունքով եւ բնականաբար այս պայմաններում Փանահին որպես մուսուլման առաջնորդ ճանաչում են իբրև Ղարաբաղի խան եւ Արցախում սրանով փոխվում է իրավիճակը ոչ ի նպաստ հայերի եւ փաստորեն դա սկսվում է Արցախի սրտից։ Այնուամենայնիվ անգամ նման պայմաններում Շուշին շարունակում է ունենալ մեծամասամբ հայ բնակչություն եւ այստեղ կարևոր է շեշտել, որ ադրբեջանական պատմազեղծարարությունը ներկայացնում է իբրև թե Շուշիի բերդը այն տեսքը, որ մասամբ պահպանվել է մինչև իր օրերը, ստացել է միայն 1750-ականների վերջին կառուցման արդյունքում։ Իրականում այդ ժամանակ նոր բերդ չի կառուցվել, այլ վերակառուցվել է նախորդ բերդի ամբողջ ենթակառուցվածքը եւ դրա համար այն տարրերը, որ իրենք բնորոշում են որպես իսլամական ճարտարապետության տարրեր, ավելի շատ բնորոշ են այդ ժամանակաշրջանին եւ միայն մասամբ կարելի է անվանել այդպիսին, ինչպիսին իրենք որակում են որպես իսլամական տարր։ Հիմա մենք չենք կարող չնկատել, որ անգամ նման պայմաններում հայերը անգամ նոր փաստորեն վարչական իրավիճակում շարունակում են կարևորագույն դեր ունենալ քաղաքի ենթակառուցվածքներում։ Այստեղ թաղային բաժանումը հայերի եւ մուսուլմանների միջև ժամանակի հետ դառնում է ակնհայտ եւ այս պայմաններում օրինակ առանձնացվում է ագուլեցիների թաղ առանձին, Ագուլիսից այստեղ վերաբնակված հայերի, մեղրեցիների, խազանչիների եւ այսպես շարունակ։ Նույնիսկ ամեն թաղ ուներ իր եկեղեցին եւ ստացվում է, որ հենց հայերի վրա էր հիմնվում քաղաքային տնտեսությունը, որովհետեւ յուրաքանչյուր թաղամասում հայերը հատկապես արհեստագործական որոշակի գործառույթ էին իրենց վրա վերցնում եւ շարունակում էին տանել ամբողջ քաղաքային միջավայրի կայացման գործընթացը իրենց ուսերին։ Հետագայում իրավիճակը փոխվում է 18-րդ դարի վերջին, այստեղ Աղա Մահմադ խանի այդ ավերիչ արշավանքներից տուժել է Շուշի քաղաքը, առաջին արշավանքի ժամանակ նրան չի հաջողվել քաղաք գրավել, բայց արդեն երկրորդ արշավանքից քաղաքը շատ է տուժել եւ փաստորեն
1797-ին հատկապես քաղաքը լուրջ ավերածությունների է ենթարկվել, իսկ արդեն 19-րդ դարի սկզբին Շուշին դառնում է ռուս-պարսկական հակամարտության կարևոր օջախներից մեկը։ Խոսքը նրա մասին է, որ 1804 թվականին սկսվում է ռուս-պարսկական առաջին պատերազմը եւ այս պատերազմի ընթացքում ռուսական զորքերը կարողանում են զբաղեցնել Արցախի տարածքը, բայց այս պատերազմի ամբողջ ընթացքում, հատկապես Արցախի հարավը, մինչև Արաքս գետ ընկած գոտին, պարբերաբար ենթարկվել է փոխադարձ հարձակումների եւ տեղաշարժերի, եւ այս տարածքային տեղաշարժերը բերել են նրան, որ բնակչությունը ստիպված է եղել հատկապես Արցախի հարավում անընդհատ տեղից տեղ տեղափոխվել եւ հարմարվել պատերազմական այն պայմաններին, որոնք որ ստեղծվել էին։ Բնականաբար Շուշին չէր կարող այս գործընթացներից ուղղակի անմասն մնալ եւ մենք տեսնում ենք, որ արդեն ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ժամանակ էլ 1826-28 թվականներին Շուշին նորից ենթարկվում է հարձակման։ Այստեղ պետք է շեշտենք հետեւյալ հանգամանքը, որ փաստորեն ռուս-պարսկական առաջին պատերազմով Արցախի ամբողջ տարածքն անցել է ռուսական կայսրությանը եւ երկրորդ պատերազմի մեկնարկին, երբ որ պարսկական 60,000-անոց բանակը Թագաժառանգ Աբբաս Միրզայի գլխավորությամբ սահմանն անցնում են, նրանք հայտնվում են շատ արագ Շուշիի մատույցներում եւ պաշարում են 48 օր այստեղ գտնվող Կայազորը, որը ռուսական բանակի պարագայում շուրջ 1700 էր եւ 30-ից ավելի գյուղերից հավաքված հայ բնակչությունից էլ ձևավորվել էր 1500-ի հասնող կամավորական ստորաբաժանում եւ փաստորեն քաղաքը դարձել էր մի յուրօրինակ ամրություն, որը ամեն կերպ պահում էր փաստորեն նոր այս հարձակումը։ Իհարկե ռուս-պարսկական հակամարտությունը մեկ այլ թեմա է եւ այնքան էլ փաստորեն հայոց պատմության մեր պատկերացրած հոլովույթի շրջանակում չէ, դրա համար մենք փորձենք խնդրին նայել հայկականության տեսանկյունից եւ ինչ բերեց փաստորեն նոր իշխանությունը ռուսական կայսրության նոր միջավայրը քաղաքի։ Տեսնում ենք, որ ի սկզբանե ռուսական կայսրության պայմաններում Շուշին դիտարկվում է որպես կարևոր ամրություն, որը բնականաբար այլևս չէր կարողներ նախկին խանական ադմինիստրացիայի իշխանության ներքո։ Եվ Իբրահիմ խանը, որ Փանահ Ալի խանի որդին էր, պետք է ազատվեր բնականաբար իր լիազորություններից, թեև նա իբրև թե կամովին հնազանդվել էր ռուսական կայսրությանը։ Շատ արագ պետք էր փոխել այս իրավիճակը, Շուշիում պետք է փաստորեն տեղակայվեր ռուսական կայազոր, ինչը որ արվեց դեռ առաջին պատերազմից հետո, իսկ արդեն 1822-ին, երբ որ լրիվ փաստորեն Արևելյան Հայաստանի եւ ամբողջ այսօր Կովկասի տարածքում ռուսական իշխանությունները գնում էին հատկապես մամեդական հողատիրության կազմալուծման, բնականաբար խանական ադմինիստրացիան պետք է ամբողջությամբ զրկվեր իր հնարավորություններից։ Եվ սա իհարկե նոր միջավայր էր ստեղծում, նույնիսկ քաղաքային հատակագիծ նոր մշակվեց, արդեն որպես իրենց այստեղ հենակետ ռազմական ենթակառուցվածքներ պարունակող քաղաք, իսկ արդեն հետագայում, երբ որ լինում է արդեն ավելի խաղաղ իրավիճակ 1820-ականների վերջից եւ հատկապես 1850-ականներից Շուշին վերածվում է լիարժեք մշակութային այն կենտրոնին, որը որ ճանաչելի է 19-րդ դարի երկրորդ կեսը եւ 20-րդ դարի սկիզբը հետազոտող մեր ուսումնասիրողների համար։ 1850-ական թվականներից իսկապես Շուշին դառնում է Արևելյան Հայաստանի մշակութային կենտրոնը եւ նաեւ բնակչության կտրուկ աճը ցույց է տալիս, որ քաղաքը ժամանակի հետ վերածվում է նույնիսկ Արևելյան Հայաստանի ամենամեծ քաղաքին։ Բավական է նշել, որ 1850-ական 80-ական թվականներին քաղաքի կտրուկ աճի արդյունքում այստեղ բացվում են բազմաթիվ նաև տնտեսական օբյեկտներ եւ օրինակ Շուշիում ավելի շուտ է հայտնվել էլեկտրակայան, քան Երևանում նույնիսկ։ Եվ այստեղ գործում էին ավելի շատ տպագրատներ, 4 տպագրատուն, նույն ժամանակ ավելի քիչ տպագրատներ կային Երևանում նույնիսկ։ Այսինքն ստացվում է, որ Շուշին իսկապես Արևելյան Հայաստանի մշակութային կենտրոնն էր
եւ առաջին աշխարհամարտի նախօրյակին ավելի մեծ բնակչության թիվ ուներ, քան Երևանը, 42000 բնակչություն, ընդ որում ռուսական կայսրության գոյության վերջին տարում բնակչության թիվը հատում է նույնիսկ 44000-ի սահմանը։ Ստացվում է, որ Շուշին Արևելյան Հայաստանի ամենամեծ քաղաքն էր եւ միևնույն ժամանակ հայ մշակութային կյանքում ուներ առանձնահատուկ դեր։ Այստեղ պետք է նշել, որ դեռևս 1836 թվականի այդ հայտնի Պոլոժենիայի դրույթի ընդունումից հետո, որ Արցախի թեմը նաև ռուսական կայսրության իշխանությունների կողմից էր ճանաչվում, այստեղ թեմական դպրոց է բացվում եւ ժամանակի հետ նաև այստեղ առանձին նաև կանանց համար, աղջիկների համար իգական դպրոցների համակարգ է ստեղծվում, օրինակ օրիորդաց վարժարան, օրիորդաց գիմնազիա եւ նաև հետո իհարկե քաղաքի կյանքում կարևոր դեր է խաղում նաև ռեալական վարժարանը, որտեղ ռուսերենով էր ուսուցումը կատարում եւ հիմնականում այստեղ հենց հայերն էին գնում եւ նաև քաղաքում բնակվող ռուս բնակչությունից էին գնում եւ ավելի քիչ մուսուլմաններից։ Քաղաքում փաստորեն նաև ֆաբրիկաներ էին հիմնվում եւ մետաքսագործական ֆաբրիկայով էր օրինակ աչքի ընկնում եւ շատ հետաքրքիր էր նաև արհեստագործական իր ենթակառուցվածքներով քաղաքը։ Եվ իհարկե 19-րդ դարի երկրորդ կեսին Շուշին հայտնի էր որպես Արևելյան Հայաստանի տպագրության գլխավոր կենտրոն եւ նաև իհարկե առանձնահատուկ երևույթ եղավ քաղաքի պատմության մեջ, այստեղ 1880-ական թվականներին մի քանի երևույթների հայտ գալը, օրինակ այստեղ թատերական մշտական պաստորեն խմբակ է ձևավորվում, նաև իհարկե առանձնահատուկ երևույթ է գրադարանների ցանցի ստեղծումը եւ իհարկե չենք կարող չնշել Շուշիի ամենափրկիչ, Սուրբ ամենափրկիչ եկեղեցու ոցման արարողությունը շուրջ 20 տարվա աշխատանքներից հետո 1868-87 թվականներին կառուցվեց այս հրաշք եկեղեցին։ Շուշիի բնակչության մասին խոսելիս իհարկե շատ կարևոր է ազգային կազմին անդրադառնալը, որովհետև հատկապես վերջին տարիներին շատ են շահարկումները, իբրև Շուշին հայերով բնակեցված չի եղել, իբրև Շուշին այսպես հայ փոքրամասնություն բնակչություն ունեցել եւ այլն։ Հիմա շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է եղել Շուշիում բնակչության ազգային կազմի հետ։ Այստեղ իհարկե միշտ հայերը եղել են գերակշռող, բայց 19-րդ դարում եղել է նաև մուսուլմանական թաղամաս, որը իհարկե ժամանակին Շահնազար II-ի կողմից դավաճանական այդ գործողության արդյունքում Փանահի քաղաքում հայտնվելու արդյունքն է, ուղիղ շարունակությունը, ինչև այդ բնականաբար Շուշիում մահմեդական որևէ հետք չկա, եւ երբ որ մենք խոսում ենք 19-րդ դարի վիճակագրության մասին, պարտավոր ենք նախ եւ առաջ նշել ռուսական կայսրության առաջին մարտահամարը 1897 թվականին, այստեղ բնակչության ազգային կազմում մենք տեսնում ենք, որ հայերը մեծամասնություն են կազմում, քաղաքում ապրում էր 14420 հայ, ըստ ռուսական կայսրության այդ մարտահամարի, որը կազմում էր բնակչության մոտ 56%-ը, եւ ստացվում է, որ ռուսական կայսրության պայմաններում հայերը ունեին իրենց ենթակառուցվածքները եւ բնակչության մեջ մեծամասնություն կազմելով իրենց թաղամասերը, նաեւ մուսուլմանների առանձին թաղամասեր շարունակում գործել, ընդ որում նրանց համար նաեւ 19-րդ դարի 80-ական թվականներին իրենց մզկիթ են նույնիսկ ստեղծել, այսինքն հայերի կողմից նրանց վրա որևէ ճնշում, որ ինչպես որ հիմա ադրբեջանական պատմազեղծարարներն են պնդում, չի եղել։ Բայց այստեղ շատ կարևոր է շեշտել, թե ինչ է տեղի ունեցել կոնցեպտուալ առումով ինչ փոփոխություն։ Ուրեմն Շուշին ընկալվում էր մուսուլմանների մոտ որպես իրենց խանական նստավայր, եւ այդպիսին դա եղել է իհարկե 18-րդ դարի երկրորդ կեսին եւ 19-րդ դարի սկզբին մինչեւ 1805 թվականը։ Եվ այստեղ խնդիր կար շեշտելու, որ սա հայկականության կենտրոն պետք է դառնա եւ հայկական գաղափարների գեներացման, հայկական մշակույթի հենց կենտրոնը, դրա համար այստեղ նախ շեշտվեց, որ թեմական առաջնորդի նստավայրն է փոխադրվում դեռևս 1830-ական թվականների վերջից եւ քանի որ դրա համար հարմար մեծ եկեղեցական կառույց չկար, փոքր եկեղեցիներ էին համեմատաբար ամեն թաղում իր եկեղեցին, 4 եկեղեցիներ այդ ժամանակ հայկական գոյություն ունեին, դրա համար որոշվեց, որ պետք է այդ
գեղեցկագույն հսկայական եկեղեցին կառուցի, որը ցույց կտա, որ սա հենց հայկականության, հայկական միջավայրի մայր օջախն է եւ Արցախի հոգեվոր, մշակութային, ինչու ոչ, նաեւ քաղաքական սիրտն է հայկական հենց տեսանկյունից, այլ ոչ թե այդտեղ եկվոր մուսուլման տարի։ Սա իհարկե նոր կարևոր ուղերձ էր եւ բնականաբար բոլոր ենթակառուցվածքները այստեղ հայկական մշակույթի այդ շրջանակում պետք է դիտարկել։ Հայ բնակչությունը շարունակում էր վստահ տեմպերով աճել, այսինքն բնակչության բնական աճը բավական բարձր տեմպեր ուներ, բայց Շուշիի պատմության մեջ իհարկե աղետալի դեպքերը մեծապես ազդել են հայ բնակչության հետագա թվականակի ցուցանիշների վրա։ Օրինակ 1905 թվականին հայ-թաթարական բախումների ժամանակ ամռանը տեղի թյուրքալեզու տարրը, մուսուլմանական տարրը, ապագա ադրբեջանական բնակչությունը, այս պայմանական ասած, հարձակվում է տեղի հայ բնակչության վրա եւ մեծապես տուժում են հայերի կրպակներ, նույնիսկ մշակութային տարբեր օջախներ եւ հայկական թաղի իհարկե տնտեսական ենթակառուցվածքներն էին առաջնային թիրախում, որովհետեւ դրանք նաեւ թալանի էին փաստորեն ենթարկվում, բայց հայերը բնականաբար ինքնակազմակերպվում են, պատասխան են տալիս եւ դրանից հետո կարողանում են պահպանել իրենց տեղն ու դերը քաղաքում։ Հետագա շրջանում տեսնում ենք, որ հայ բնակչության տեսակարգկշիռը պահպանվում է եւ ռուսական կայսրության փլուզման նախօրյակին հայերը կազմում էին բնակչության 53.3%-ը, շուրջ 24000 մարդ եւ այս առումով իհարկե շարունակում էին արտահայտել Շուշիի իրական հենց հայկական դեմքը։ Այնուհանդերձ ցավալի իրադարձություններ են տեղի ունենում ռուսական կայսրության փլուզումից հետո եւ Օսմանյան բանակի լայնածավալ արշավանքի արդյունքում տեսնում ենք, որ 1918 թվականին նրանք կարողանում են շարժվել դեպի նույնիսկ Արևելյան Հայաստան Օսմանյան զորքերը եւ ահա 1918 թվականի սեպտեմբերին, երբ որ նրանք դեպի Բաքու արշավանք էին կատարում, նաեւ բաց չեն թողնում Արցախի ուղղությամբ արշավելու հնարավորությունը եւ բնականաբար նրանց համար թիրախում էր Շուշին եւ այստեղ մենք տեսնում ենք, որ Շուշիում նրանք փորձ են կատարում քաղաքը գրավել, այս ընթացքում ջարդարական գործողություններ ենք նորից տեսնում եւ սեպտեմբեր-հոկտեմբերի նրանց գործողություններից հետո նրանք այնուամենայնիվ ստիպված են լինում հեռանալ, որովհետեւ հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարն է կնքվում, որով Թուրքիան Օսմանյան կայսրությունը պարտված էր ճանաչվում առաջին աշխարհամարտում եւ նրանց փոխարեն փաստորեն ժամանակակից Ադրբեջանի տարածքում եւ հարակից տարածքներում որոշում կայացնող պետություն փորձում է դառնալ բրիտանական կայսրությունը։ Անգլիական հրամանատարությունը մտնում է մեր հինավուրց Շուշի քաղաք արդեն դեկտեմբերին եւ այստեղ ցավալիորեն հունվարին որոշում է կայացվում, որ պետք է տեղի գեներալ նահանգապետ նշանակվի Խոսրով Բեկ Սուլթանով, ով հայտնի էր իր հայատյաց դիրքորոշումներով եւ նա մոտ 1 ամիս անց ժամանում է այստեղ, իր հետ նաեւ ժամանակի ընթացքում այստեղ են հայտնվում թուրքական սպաներ, հենց Օսմանյան կայսրությունից գործուղված եւ այս ամենի արդյունքում ընթանում է մի գործընթաց, որ Շուշիում ձևավորում են 7000-անոց կայազոր, որի գործողությունները ուղղված են լինելու բնականաբար առաջին հերթին հայ բնակչության դեմ։ Ջարդարական գործողությունները նաեւ 19 թվականին են տեղի ունենում Շուշիին հարակից գյուղերում, իսկ 20 թվականի մարտին տեղի է ունենում Շուշիի մեծ աղետը, ջարդը, մարտի 22-ը դրանց իհարկե կուլմինացիան էր եւ այս ջարդերի արդյունքում 22-23 մինչև նույնիսկ 24 գյուղերում տեսնում ենք, որ բերում է նրան, որ մինչև 30,000 հայ ոչնչացվեն։ Իհարկե ուսումնասիրողները տարբեր թվեր են բերում 20-25,000, ելնելով նրանից, որ քաղաքում հայ բնակչության թվականակը 30,000-ի չէր հասնում խաղաղ պայմաններում, նշում են, որ պետք է 20-ից 25,000-ի սահմաններում լիներ ջարդերի զոհ գնացած հայերի թվականակը, բայց չմոռանանք, որ այստեղ
հայ բնակչության մի մասը հարևան գյուղերից ապաստանել էր քաղաքում, հատկապես նախորդ 2 տարիների արհավիրքներից հետո, եւ ստացվել էր այնպես, որ հայերը փաստորեն ապաստանել էին քաղաքում եւ կոնսոլիդացվել էին 30,000-ից ավելի զանգված, թաղամասերը հայկական ուղակի հրդեհման ենթարկվեցին, օտորացի զանգվածային եւ հենց սրանց արդյունքում էր, որ հայերի տեսակարգաշիռը քաղաքում կտրուկ նվազում է։ Այդ ամենի արդյունքում նաեւ քաղաքը ենթակառուցվածքներից է զրկվում, հայերն էին սպասարկում քաղաքի բոլոր ենթակառուցվածքները եւ սա բնականաբար տրամաբանորեն բերելու էր նրան, որ նաև քաղաքի մյուս էթնիկ տարրերը, նույնիսկ մուսուլմանների մի մասը եւ հատկապես ռուսները որոշելու էին, որ քաղաքից պետք է հեռանան եւ ընդհանուր քաղաքի բնակչության թվականակը 20-ական թվականներին կտրուկ նվազում է։ Հատկանշական է այն փաստը, որ ռուսական կայսրության ժամանակներում դեռևս Շուշիի գավառակը մտնելով ընդհանուր Ելիզավետպոլի նահանգի կազմի մեջ միշտ ունեցել է մեծամասնությամբ հայ բնակչություն, ընդ որում գյուղական բնակչության մեջ հայերը բացարձակ մեծամասնություն են կազմել եւ խորհրդային շրջանում տեղի ունենում վարչական վերաբաժանում Շուշին դառնում է շրջան եւ ցավոք 1921 թվականի հուլիսին տեղի ունեցած այն որոշումից հետո, որ Արցախի տարածքի մի մասում պետք է ստեղծվի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ եւ մտցվի խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ, հետագա վերաբաժանումներով վարչական այստեղ ստեղծում է Շուշիի շրջան, որի վարչական կենտրոն դառնում է հենց Շուշին։ Եվ անգամ այս շրջանի մեջ փաստորեն գյուղական բնակչությունը շարունակում էր հայ մեծամասնությամբ մնալ, ձևավորվեց Բերթաձորի ենթաշրջանը եւ այստեղ բոլոր գյուղերը փաստացի շարունակում էին պահպանել հայ մեծամասնության բնակչություն։ Պետք է նշել, որ Շուշիում անգամ այս ջարդարական գործողություններից, այս ամենից հետո 1939 թվականի մարտահամարով հայ բնակչությունը հասել էր 1500-ի եւ կազմում էր բնակչության 27.2%-ը։ Այսինքն անգամ այդ ամենից հետո Շուշիում հայերը ունեին իրենց առանձին թաղամասը եւ բնակչության մի որոշակի մասն էին կազմում։ Հետագայում այդ թվականակը Արցախում խորհրդային իշխանության պայմաններում պահպանվեց կոնկրետ Շուշիում 1500-ի սահմաններում, նույնիսկ հետագա մարտահամարներով եւ 1970-79 թվականների մարտահամարներով թվականակը պահպանվում էր, բայց տեսակարգաշիռը նվազում էր 17%-ից ավելի, մոտ 15% հաջորդը եւ սա նրա արդյունքն էր, որ 1960-ական թվականներին խորհրդային Ադրբեջանի իշխանությունները որոշեցին հիմնահատակ ավերել Շուշիի պատմական թաղամասը, հայկական այդ նկարագիրն ունեցող թաղամասը եւ սկսել զանգվածային բնակարանաշինություն։ Շուշին փորձում էին դիտարկել իբրև հանգստավայր եւ այս ամենի պատրվակով զանգվածային բնակարանաշինություն իրականացնելիս վերաբնակեցնում էին մուսուլմանների ադրբեջանական բնակչություն քաղաքում եւ այսպիսով փորձում էին զրկել քաղաքը իր պատմական դեմքից, հայկական նկարագրից։ Անկամ այս պայմաններում հայերը քաղաքում մոտ 2000 էին կազմում 80-ական թվականներին եւ 1988 թվականին Արցախյան շարժման այդ մեկնարկից հետո խորհրդային իշխանությունները որոշեցին վերջնականապես հայաթափել Շուշին եւ այն վերածել իրենց համար հիմնական հենակետի Արցախում, որովհետեւ հենց այստեղ էր Արցախի բոլոր բնակարարի համեմատության մեջ ամենամեծաթիվ ադրբեջանական բնակչությունը այդ ժամանակ կենտրոնացած։ Եվ ցավալիորեն քաղաքի հայ բնակչությունը այստեղից բռնի տեղահանվում է եւ հենց այս պայմաններում է, որ 89 թվականի մարտահամարի այն կեղծ տվյալները կան, որ իբր հայեր այստեղ չեն ապրել կամ շատ քիչ են ապրել։ Եվ բնականաբար մենք պետք է այստեղ շեշտենք, որ 1992 թվականի մայիսի 8-ի այդ հերոսական գործողություններից հետո Շուշի ազատագրումից հետո հայ բնակչությունը սկսել է վերադառնալ քաղաք եւ վերադարձից հետո Շուշիի բնակչության մեջ հայերը բնականաբար բացարձակ մեծամասնություն են կազմել եւ օրինակ 2015 թվականի Արցախի մարտահամարով այստեղ 4100-ից ավելի մշտական բնակչություն կար
իսկ 20 թվականի ռազմական գործողությունների նախօրյակին հուլիսի 1-ի դրությամբ 4300 մշտական բնակչություն։ Ընդ որում այստեղ հաշվառում ունեցողների թվականակը, այսինքն նաև արտերկրում գտնվող մեր հայրենակիցները, որ այստեղ անշարժ գույք ունեին, հաշվառված էին եւ փաստորեն իրենք կարող էին եւ վերադառնալ սեփական մայրենի հող, նրանց թվականակը հասնում էր մոտ 6000-ի։ Հետեւաբար մեզ համար ելակետային տվյալներ պետք է լինեն հենց այս տվյալները, այլ ոչ թե ադրբեջանական քարոզչության այն տվյալները, թե Շուշիում հայ բնակչություն չի եղել կամ չնչին բնակչություններ։ Թեև 2020 եւ 2023 թվականների ցավալի իրադարձություններից հետո կորսվել է վերահսկողությունը Արցախի եւ մասնավորապես Շուշիի նկատմամբ, այնուամենայնիվ մեր վառ հուշերում միշտ պետք է մնա Հարսանիքը լեռներում օպերացիան 92 թվականի երախտավորները այդ մայիսյան գործողությունների եւ Շուշի ազատագրումը իր բոլոր մասնակիցներով ղեկավարությամբ Արկադի Տեր-Թադևոսյանի, Գուրգեն Դարիբալթայանի եւ մյուս բոլոր մասնակիցների, ում մենք առանձին հաղորդման անդրադարձել ենք, հենց այս խորհուրդը պետք է մնա մեր պատմական հիշողության մեջ, որովհետեւ Շուշի վերադարձ անպայման լինելու է։ Տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունները իրեն ժողովրդին հրամցրել են մի առասպել, ըստ որի Շուշին իբրև թե ադրբեջանական քաղաք է, ադրբեջանական մշակութային օջախ։ Այս անհեթեթությունը հերքելու կարիք անգամ չկա, որովհետև այդ մասին խոսում է պատմությունը, պատմական փաստերն ու արձանագրությունները, որոնք անբեկանելի են։ Իսկ Շուշիի մասին պատմող մեր այսօրվա թողարկումը մոտեցավ իր ավարտին, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։